Բարի օր, սիրելի բարեկամ։ Երբևէ զգացել ես, որ որևէ մարդու մոտ գնալը մեքենայով կամ քայլելով երբեմն ավելի հեշտ է, քան սրտով մոտ լինելը։ Այստեղ կա մի պահ, երբ Աստված այնքան է լցնում մարդու սիրտը, որ մարդը չի կարողանում մնալ իր տեղում, չի կարողանում լռել, ուզում է շարժվել, գնալ, ուրիշին փոխանցել իր սրտի խաղաղությունը, հանգստությունը և մխիթարել։ Այդ օրերին Մարիամը վեր կացավ և գնաց փութով Հուդայի լեռների շրջանի քաղաքներից մեկը։ Մտավ Զաքարիայի տունը ու Եղիսաբեթին ողջույն տվեց։ Եվ երբ Եղիսաբեթը Մարիամի ողջույնը լսեց, մանուկը խաղաց նրա որովայնում, և Եղիսաբեթը լցվեց Սուրբ Հոգով։ Բարձր ձայնով աղաղակեց ու ասաց. «Օրհնյալ ես դու կանանց մեջ, և օրհնյալ է քո որովայնի պտուղը։ Որտեղից ինձ այս ուրախությունը, որ իմ տիրոջ մայրն ինձ մոտ եկավ, որովհետև ահավասիկ, երբ քո ողջույնի ձայնը հասավ իմ ականջին, մանուկը ցնծալով խաղաց իմ որովայնում, և երանի նրան, ով հավատաց, որ Տիրոջ կողմից իրեն ասվածները կկատարվեն»։ Իսկ Մարիամն ասաց. «Իմ անձը պիտի փառավորի Տիրոջը, և իմ հոգին ցնծաց իմ Փրկիչ Աստծով, որովհետև նա կատարեց իր աղախնի խոնարհ վիճակը, և ահա այսուհետև բոլոր սերունդները ինձ երանի պիտի տան, որովհետև ամենազոր Աստված մեծամեծ գործեր արեց ինձ համար, և նրա անունը սուրբ է։ Նրա ողորմությունը սերնդեսերունդ իր երկյուղածների վրա է։ Նա իր բազկով զորություն գործադրեց, ցրեց իրենց սրտի խորհուրդները ամբարտավաններին, հզորներին տապալեց իրենց աթոռներից և բարձրացրեց խոնարհներին, քաղցածներին լիացրեց բարիքներով, մեծահարուստներին ձեռնունայն արձակեց։ Նա պաշտպան կանգնեց իր ծառային Իսրայելին, հիշելով իր ողորմությունները, ինչպես ասել էր մեր հայրերին, Աբրահամին և նրա սերնդին հավիտյան։ Ապա Մարիամը գրեթե 3 ամիս մնաց Եղիսաբեթի մոտ և վերադարձավ իր տունը։ Ամեն։ Սիրելիներ, այսօրվա ավետարանում նկարագրվում է հենց այսպիսի մի հանդիպում, որ փոխեց երկու կանանց սրտերը, փոխեց ողջ մարդկության ընթացքը։ Մարիամը շտապում էր ոչ թե պարտականությունից ելնելով, այլ շնորհից։ Այդպես է, երբ Աստված գործում է մարդու կյանքում, մարդը շարժվում է դեպի ուրիշը, խաղաղություն, սեր, մխիթարություն փոխանցելու։ Եղիսաբեթը սիրով ընդունեց Մարիամին, բաց սրտով, և հենց այդ ընդունելու ժամանակ էր, որ Սուրբ Հոգին գործեց, նորացրեց, զորացրեց, խաղաղացրեց։ Այսօրվա պատգամը շատ պարզ է, սիրելիներ։ Աստված գործում է, աշխատում է այնտեղ, որտեղ կա գնալու խոնարհություն և ընդունելու համեստություն։ Շատ կարևոր է, որ այսօր մենք էլ կարողանանք Մարիամի պարզությամբ գործել, կարողանանք Աստծուց ստացված մեր շնորհները սիրով փոխանցել ուրիշին։ Հիշիր, քո աղոթքը, քո ներկայությունը, քո մի խոսքը կարող է ուրիշի կյանքում լինել հենց այն իրավիճակը, որ իսկապես մանուկը խաղա որովայնում, մարդու հավատքը արթնանա և զորանա։ Փորձիր ապրել այնպես, որ ուրիշի կյանքում կարողանաս արթնացնել ու ուրախացնել մարդուն։ Օրհնյալ օր քեզ։